Յուրաքանչյուր անհատ աշխարհը տեսնում է իր հոգու հայելուն, եւ աշխարհի արտապատկերումն ամբողջանում է իր իրական տեսքով ու այնպիսին, ինչպիսին հոգին է։ Եվ ահա հոգուտ մեջ երկիր մոլորակի անծայրածիր տարածության մեջ գալիս ամբողջանում է մի տարածք, որին հայրենիք ենք ասում, իսկ հայրենիքում հայրենի քաղաքի պատկերն է, իր հին ու նոր կերպարով, իր ավանդույթներով, մարդկանցով, իր ապրած ու ապրելիք կյանքով։ Որքան միօրինակ կլիներ կյանքը, եթե մարդիկ նույն կերպ մտածեին, նույն վերաբերմունքն ունենային արտենին հոգսերի, երևույթների նկատմամբ, եթե բազում կոչվածների մեջ սակավ ընտրյալները չլինեին։ Նրանք մարդիկ են, սովորական վանաձորցիներ, սակայն փոքր-ինչ արտասովոր մտածելակերպով։ Այն է զգալ դիմացինի հոգսն ու ցավը, օգնել ապրել ոչ միայն իր ու իր մերձավորների համար, ապրել քաղաքի, մարդկանց կյանքով։ Սեյրան Աղաբեկյանը այդ մարդկանցից է, սովորական վանաձորցի, որին վաղուց են վստահում։ Վստահությունը մարդու հանդեպ մեկ օրում չէ, որ ի հայտ է գալիս։ Վստահությունը ժամանակ է, տարեգրություն, որ սկիզբ է առնում մանկությունից, անցնում ընտանիքի, ընկերների, դասընկերների ու կուրսընկերների կոլեկտիվների միջով, տարածվում եւ ամբողջանում է սիրելի քաղաքում։ Եվ սիրելի քաղաքի հանդեպ անմնացորդ սերն ու նվիրումը ստիպում են ամեն օր զոր ու գիշեր մտածել նրա մասին։ Քաղաքի կյանք, առօրյա, հոգսեր, մեծ ու փոքր խնդիրներ, որոնք լուծում են պահանջում, որը մի անձով չէ պայմանավորված, այն պայմանավորված է ուժեղ մարդկանց համատեղ աշխատանքով։ Այն պայմանավորված է նաև ավականու անդամի շրջահայաց եւ խելամիտ լինելով, նրա կամքով, յուրաքանչյուր որոշման մեջ խորաթափանց եւ ճշմարիտ լինելով։ Քանզի կայացրած յուրաքանչյուր որոշում մեր քաղաքի ոչ միայն այսօրն է, այլև վաղվա օրը, մեր ապագան, մեր ջերմ վերաբերմունքը մեծերի ու փոքրերի, մեր ուսանողների մտավորականության հանդեպ։ Այս ամենին նպաստում է նաև ինքը, ոչ միայն որպես ավականու անդամ, որի կազմում ընտրվել է 4 անգամ անընդմեջ։ Նա տարիներ շարունակ պահպանում է իր ղեկավարած տնտեսության եւ անձնական բիզնեսով ստեղծած աշխատատեղերը, օրեցօր ավելացնելով նրանց թիվը։ Ահավասիկ 2007 թվականին իր միջոցներով ստեղծեց Հերմես առևտրի կենտրոնը։ Մանրածախ առևտրով զբաղվող շուրջ 60 մարդ ապահովվեց մշտական աշխատատեղով։ Նրանք մեծագույն սիրով ու գորովանքով են խոսում Սեյրան Աղաբեկյանի մարդկային որակի մասին։ Արդյունքում փոքր-ինչ կանոնակարգվեց նաև փողոցային առևտուրը։ Եվ մանկության տարիների սիրած զբաղմունքը, եթե չի էլ դառնում մասնագիտություն, ապա գոնե ուղեկցում է կյանքի ընթացքում։ Այն միաձուլվել է քաղաքի հանդեպ անմասն սիրուն եւ ամբողջացել Ցալկուտ ֆուտբոլային ակումբի ստեղծմամբ, որի զավակը Ցալկուտ ֆուտբոլային թիմն է։ Այն հանրապետության 2003, 2004, 2005 թվականների առաջնություններում եղել է լավագույն եռյակում։ Ցալկուտի հանդիպումները իսկական տոնակատարություն էին վանաձորցիների համար։ Այո, սա նվաճում է, աշխատանք, տառապանք։ Ի վերջո, համեստ եկամտից բաժին հանած միջոցներ, որոնք մեր ժամանակներում հեշտ չեն ձեռք բերվում, որոնք կարող էին ուղղվել անձնական բարեկեցությանը, ի վերջո սեր, որ չէր կարող չհաղթել։ Սեյրան Աղաբեկյանը աջակցում է նաև այլ մարզաձևերի զարգացմանը Վանաձորում։ Նա մշտապես բարեհոգի է գտնվել ու զորավիք եղել ազատամարտի վետերաններին եւ նրանց ընտանիքներին։ Իր ներդրումն է ունեցել քաղաքի մշակութային միջոցառումների, մանկապատանեկան երգի, ասմունքի, փառատոների կայացմանը, բակային ճամբարների հետաքրքիր առօրյայի, էքսկուրսիաների, արշավների կազմակերպմանը։ Աջակցել է թաղամասի կրթօջախին, որի շրջանավարտն է։ Սակայն նրա ուշադրության կենտրոնում առավելապես մարդն է, վանաձորցին, այն քաղաքացին, որն օգնության կարիք ունի, աշխատանք չունի, հացի կամ առողջության խնդիր ունի։ Սեյրան Աղաբեկյանը նրանց կողքին է, նրանց հոգսն ու ցավը կիսողը։ Անհատի հանդեպ սրտացավ վերաբերմունքն է պատճառը, որ տարիներ շարունակ կանգնած է հասարակական բարեգործական կազմակերպությունների կողքին, իր համեստ լուման ուղղելով բնակչության սոցիալապես անապահով խավի հոգսերի թեթևացմանը։ Ասում են, երեխան ընտանիքի հայելին է։ Ահավասիկ, Լորվա բնաշխարի ամենագողտրիկ գյուղերից մեկում
Մեծ լորեցու ծննդավայր Դսեղ գյուղում ծնունդ առած Սանասար Աղաբեկյանի որդին Սեյրանը այլ կերպար չէր կարող ունենալ, քանզի պապերից ու հորից ժառանգել է միայն ազնվություն, բարություն, աշխատասիրություն։ Ինքն էլ որդիներին ու փոքրիկ դստերը Հասմիկին, որ սիրելի մորանունն է կրում, նույն կերպ է դաստիարակում, որ բարությունն ու մարդասիրությունը ուղեկից լինեն նրանց կյանքում ևս։ Կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում։ Այսպիսին է մի անհատի մի սովորական մահկանացուի դիմագիծը, որի ապրած կյանքի վառած փարոսների արտահայտումն այս պատվոգրերը, շնորհակալագրերը, մեդալներն ու գավաթներն են։ Այս տեսաֆիլմով էլ նույնքան համեստորեն, ինչպիսին ինքն է, փորձեցինք ուրվագծել Սեյրան Աղաբեկյան մարդու վառ անհատականության կերպարը, որ անծանոթ չէ վանաձորցիներին, մարդկանց, որ քայլում են նրա հետ կողք կողքի, տեսնում նրա ջերմ ու սրտացավ վերաբերմունքը հայրենի բնորժանի եւ քաղաքացիների հանդեպ։ Անցյալը գնահատեք, ճանաչելով վստահեք։ Վանաձոր համայնքի ավականու անդամության թեկնածու Սեյրան Աղաբեկյան։ Անցյալը գնահատիր, ճանաչելով վստահիր, քվեարկիր։ Սեյրան Աղաբեկյան։ Անցյալը գնահատիր, քանզի այն ուրվագծվում է ոգու արիությամբ, մարդասիրությամբ, բարեգործությամբ եւ հարազատ քաղաքի ու քաղաքացիների հանդեպ մեծագույն սիրով։ ճանաչելով վստահիր, քանզի ազնիվ է, բարի, ունի պարտքի եւ պատասխանատվության զգացում։ քվեարկիր, քանզի հաստատակամ է, նախաձեռնող, վճռական։ Սեյրան Աղաբեկյան։